Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն ելույթների համար, որոնք իրապես ուղղված էին հակակոռուպցիոն պայքարում խնդիրները վերհանելուն եւ արտահայտում էին հանրային մտահոգություններ։ Ձեր առաջարկներն ու մտահոգությունները կարևոր ներդրում են հակակոռուպցիոն պայքարում մեր աշխատանքի արդյունավետության բարձրացման համար։ Եզրափակիչ ելույթում կփորձեմ ձեր կողմից բարձրացված հիմնական առանցքային հարցերին եւ դիտարկումներին անդրադառնալ։ Այսպես, ելույթներում անդրադարձ կատարվեց կոռուպցիոն դեպքերին եւ միջազգային կառույցների կողմից հրապարակվող կոռուպցիայի ցուցանիշներին։ Այս համատեքստում անհրաժեշտ է համարում արձանագրել հետեւյալը. Այո, կոռուպցիոն դրսևորումները լիովին բացառված չեն եւ չեն կարող բացառված լինել որևէ երկրում։ Եվ ցավոք առանձին դեպքեր շարունակում են արձանագրվել նաեւ այսօր։ Այստեղ սակայն անհնար է չնկատել, որ այդպիսի երևույթները ոչ թե կրում են համակարգային բնույթ, այլ դրանք իրենցից ներկայացնում են առավելապես տեղային եւ առանձին դրսևորումներ, որոնց դեմ պետությունը մղում է համակարգված պայքար։ Սա կարծում եմ էական հանգամանք է, որը վկայում է այն մասին, որ հակակոռուպցիոն քաղաքականությունը տվել է նկատելի արդյունք։ Այդուհանդերձ նույնիսկ մեկ դեպք արդեն մտահոգիչ է եւ պահանջում է հետեւողական արձագանք, սակայն այն փաստը, որ խնդիրը ունի համակարգային բնույթ, կարելի է գնահատել որպես կարևոր առաջընթաց մեր հակակոռուպցիոն պայքարում։ Փաստեմ, որ մեր անելիքը հստակ է, շարունակել ինստիտուցիոնալ ամրապնդումը, ապահովել կանխարգելման, բացահայտման եւ պատասխանատվության մեխանիզմների արդյունավետ կիրառումը, որպեսզի տեղային դրսևորումներն էլ աստիճանաբար հասցվեն նվազագույնի։ Խոսվեց գնման գործընթացներում առկա ենթադրյալ կոռուպցիոն ռիսկերի, ասֆալտապատման հնարավոր անորակ աշխատանքների, ինչպես նաև այն պետական ծրագրերի մասին, որոնք ըստ հնչեցված տեսակետների չեն ենթարկվում բավարար մոնիթորինգի եւ կարող են պարունակել կոռուպցիոն վտանգներ։ Մեկ անձից գնման ընթացակարգը նախատեսված է օրենքով եւ ունի կիրառման հստակ պայմաններ եւ սահմանափակումներ։ Այլ հարց է, որ ցանկացած իրավական գործիք կարող է ենթարկվել չարաշահումների։ Մենք հետևողական եւ ակտիվ աշխատանք ենք իրականացնում գնման գործընթացներում առկա ռիսկերի բացահայտման, շահերի բախումների հայտնաբերման, ինչպես նաեւ ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ տվյալների ստուգման եւ մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Այս աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով օպերատիվ հետախուզական վարչություններին զուգահեռ 2025 թվականին ստեղծվել է տեղեկատվական վերլուծական բաժինը։ Վերջինս առաքելությունն է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացվող ուսումնասիրությունների արդյունքներով ի թիվս այլնի վերհանել նաեւ գնման գործընթացներում արձանագրված հնարավոր կոռուպցիոն երևույթները հետագա իրավական արձագանքի եւ հակակոռուպցիոն միջոցառումների իրականացման համար։ Ավելին, արդեն իսկ միջոցներ են ձեռնարկվում նաեւ այս գործընթացում թվային տեխնոլոգիաների, այդ թվում նաեւ արհեստական բանականության գործիքակազմի ներդրման ուղղությամբ, ինչը թույլ կտա մեծացավալ եւ բազմազան տվյալներ վերլուծել կարճ ժամանակահատվածում, հայտնաբերել թերություններ, շահերի բախումներ կամ այլ թիրախային տվյալներ։ Բացի այդ, ենթադրյալ հանցագործության դեպքերով իրականացվող նախաքննության ընթացքում ռիսկային գործոնների, ինչպես նաեւ հանցագործության ծնող պատճառների ու պայմանների հայտնաբերման դեպքերով պատկան մարմիններ ներկայացնում են միջնորդագրեր, որոնք կրում են ոչ միայն արձագանքման, այլ նաեւ կանխարգելիչ բնույթ։ Մեր դիրքորոշումն այն է, որ կոռուպցիայի դեմ պայքարը չպետք է սահմանափակվի միայն իրավախախտման փաստի արձանագրմամբ եւ մեղավորների պատասխանատվությամբ, քանի որ ոչ պակաս կարեւոր է վերացնել այն գործառութային բացերը կամ կարգավորման թերությունները, որոնք կարող են կոռուպցիոն դրսևորումների համար նպաստավոր միջավայր հանդիսանալ։ Խոսելով քրեական վարույթների տևական քննության մասին, պետք է հստակ արձանագրել, որ այդ կապակցությամբ տրվել են հանձնարարականներ, սահմանվել են վերահսկողական մեխանիզմներ եւ տրվել են կոնկրետ ժամկետներ։ Կառույցի համար առաջնային թիրախներից է ուշացած արտահայտության բացառումը։ Մասնավորապես 2025 թվականին ավարտված քրեական վարույթներից 124-ը քննված են եղել 2-ից 7 տարվա, իսկ 219-ը 1 տարվա ժամկետներում։ Թվերը խոսում են այն մասին, որ առկա է ինչպես նախկինում կուտակված բարդ գործերի ավարտման միտում, այնպես էլ ընթացիկ վարույթների առավել օպերատիվ կազմակերպում։ Այո, կան դեպքեր, երբ քննության ցկցկումները պայմանավորված են օբյեկտիվ հանգամանքներով, վարույթների մեծածավալությամբ, ապացուցման բարդ կառուցվածքով, միջազգային իրավական օգնության անհրաժեշտությամբ, ինչպես նաև համալիր եւ տևական փորձաքննությունների նշանակմամբ։ Այդպիսի վարույթներով քննության արագությունը չի կարող գերակայել որակի նկատմամբ, քանի որ յուրաքանչյուր սխալ կամ թերի ապացուցում կարող է հանգեցնել դատավարական խախտումների։ Օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված քննության տևողություն չի կարող եւ չպետք է մեկնաբանվի որպես անգործություն, կամքի բացակայություն կամ արտարադատության մերժում։
Յուրաքանչյուր գործ գտնվում է մշտական վերահսկողության ներքո, եւ մեր նպատակը ոչ թե ձևական արագությունն է, այլ լիարժեք, հիմնավոր եւ դատավարական առումով անխոցելի արդյունքը։ Վստահեցնում եմ, որ յուրաքանչյուր վարույթի շրջանակում մենք հետամուտ ենք հանցավոր մեխանիզմի ամբողջական բացահայտմանը, անկախ ներգրաված անձանց կարգավիճակից։ Մեր նպատակը ոչ միայն առանձին դրվագի արձանագրումն է, այլ ամբողջ շղթայի բացահայտումը եւ իրավական գնահատականը։ Ելույթների ընթացքում հնչեց նաև տեսակետ, թե հակակոռուպցիոն կոմիտեն հանրային քերական հետապնդումներ է իրականացնում հիմնականում միայն նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ, փորձելով հանրության մոտ ստեղծել պատրանք, որ կոմիտեն ցուցաբերում է ընտրողական արտահայտություն։ Սակայն անհրաժեշտ է հստակ արձանագրել, որ նման գնահատականները իրականության հետ որևէ աղերս չունեն եւ չեն համապատասխանում մեր գործելավեճին։ Կոմիտեի գործունեությունը պայմանավորված չէ անձի քաղաքական անցյալով, պաշտոնավարման ժամանակահատվածով կամ հանրային դիրքով։ Մեր համար գոյություն ունի մեկ չափանիշ՝ օրենքը եւ առկա ապացույցների ամբողջականությունը։ Ասվածի անառարկելի ապացույցը կամ խոսուն վկան վիճակագրական տվյալներն են։ Մասնավորապես 2025 թվականի ընթացքում դատի տրված 298 հանրային ծառայողներից 222-ը եղել են գործող պաշտոնյաներ։ Այսինքն վերջիններից նկատմամբ վարույթներ են նախաձեռնվել կամ հանրային քերական հետապնդումներ են հարուցվել այն պահին, երբ նրանք պաշտոնավարելիս են եղել։ Ընդ որում սա տալիս է նաև այն հարցի պատասխանը, թե որն է գործող պաշտոնյան եւ որը նախկին պաշտոնյան։ Այսինքն դատի տրված 298 հանրային ծառայողների շուրջ 75%-ը կազմել են գործող ծառայողներ։ Այս մասով մի նկատառում եւս, այն տվյալները, որ դատի տրված անձանց շուրջ 75%-ը կազմել են գործող պաշտոնյաներ, չի վկայում, որ ներկայումս պաշտոնատար անձանց կողմից ավելի շատ հանցանքներ են կատարվում, քան նախկինում, այլ պարզապես փաստերը խոսում են ներկա դրությամբ կոռուպցիայի նկատմամբ պետական կառավարման համակարգի անհանդուրժողական վերաբերմունքի մասին, նպատակադրմամբ, որ կոռուպցիան չի ներվելու անկախ անձի զբաղեցրած դիրքից կամ կապերից։ Նշեցիք Սևան բժշկական կենտրոն ընկերության տնօրենի կողմից խափահամիջոցի պայմանների ենթադրյալ խախտման դեպքի մասին։ Պետք է ուրախացնեմ բոլորիս, որ այն կարելի է դիտարկել որպես կոռուպցիայի դեմ տարվող պայքարի արդյունավետության խոսուն օրինակ։ Մասնավորապես խոսքը մի իրավիճակի մասին է, երբ քննարկման առարկա է ոչ թե քերական վարույթի կարճումը, ոչ թե պաշտոնատար անձին պատասխանատվությունից ազատելու որևէ փորձ, այլ ընդամենը կիրառված խափահամիջոցի պայմանների ենթադրյալ խախտում։ Սա ինքնին վկայում է, որ կոմիտեն գործել է անաչառ եւ հետեւական մոտեցում կոռուպցիայի դեմ պայքարում անկախ անձի զբաղեցրած դիրքից։ Նշեմ նաեւ, որ խափահամիջոցի պայմանների ենթադրյալ խախտման դեպքերի առնչությամբ ձեռնարկվել են օրենքով նախատեսված համապատասխան գործընթացներ, իսկ քերական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Եվ վերջապես, կոռուպցիայի դեմ իրական պայքարը չափվում է ոչ թե հնչեղ հայտարարություններով, այլ ինստիտուցիոնալ կայունությամբ, օրենքի գերակայության ապահովմամբ եւ պատասխանատվության անխուսափելիությամբ։ Եվ նույնիսկ գործող պաշտոնատար անձանց նկատմամբ իրականացվում են գործընթացներ առանց խտրականության եւ արտոնությունների, դա վկայում է համակարգի հասունության մասին։ Մեր նպատակը ոչ թե ցուցադրական քայլերն են, այլ իրավական պետության սկզբունքների հետևողական իրականացումը։ Եվ յուրաքանչյուր նման գործ, որն անցնում է ամբողջական դատավարական ճանապարհ, ամրապնդում է հանրային վստահությունը եւ վերահաստատում մեր հանձնառությունը։ Կարծում եմ պետք չէ նսեմացնել կատարված ծավալուն եւ հաճախ անտեսանելի աշխատանքը, այն ներկայացնելով որպես քաղաքական կամ ընտրողական գործընթաց։ Մեր գործունեության հիմքում տրված է ապացուցողական ստանդարտի պահպանումը, դատավարական երաշխիքների ապահովումը եւ պատասխանատվության անխուսափելիությունը։ Ելույթների ընթացքում հնչեց նաեւ տեսակետ, թե իբրև դատարան ուղարկված գործերը մեծամասամբ արդարանում են կամ փլվում են, ինչը պատրանք ձևավորելու հաջորդ փորձն է, թե իբրև արտահայտությունը արդյունավետ չէ կամ մասնագիտական մոտեցումը բացակայում է։ Պետք է հստակ նշեմ, որ նման կարծիքները ծայրաստիճան անիրական են եւ չեն արտացոլում իրական վիճակը։ Մասնավորապես, դատախազությունից ստացված վիճակագրական տվյալների համաձայն Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների կողմից դատարան ուղարկված քերական վարույթներով 2025 թվականի ընթացքում դատարանում ավարտվել է ընդհանուր 106 քերական վարույթ 180 անձի վերաբերյալ, որից 97-ով կամ 167 անձի վերաբերյալ հաստատվել է անձանց մեղքը եւ կայացվել են մեղադրական դատավեճիրներ, ինչը կազմում է ամբողջությամբ փոխանցված վարույթների ավելի քան 91%-ը։ Այսինքն դատարան ուղարկված վարույթներից միայն 9 վարույթով է արտարացման դատական ակտ կայացվել, այն էլ կազմում է ընդհանուր թվի 8.5%-ը։
Ցանկանում եմ ընդգծել նաև, որ արտարացված գործերը նույնպես վկայում են համակարգի առողջության մասին։ Դրանք ապացուցում են, որ դատարանը գործում է անկախ, առաջնորդվում է բացառապես օրենքով եւ ապացույցների գնահատմամբ, այլ ոչ թե որևէ մարմնի կամ պաշտոնատար անձի դիրքորոշմամբ։ Եվ վերջապես, արտարացումները չեն կարող դիտարկվել որպես իրավապահ մարմնի պարտություն։ Դրանք դատական իշխանության ինքնուրույնության, հակակշիռների ու զսպումների մեխանիզմների արդյունավետ գործարկման արդյունք են։ Ինչ վերաբերում է կարճված վարույթների թվին, ապա նախ պետք է հստակ արձանագրել, որ քննիչը կոչված է հավաքել ամբողջական տեղեկատվություն ինչպես մեղադրող, այնպես էլ հերկող ապացույցների վերաբերյալ եւ ապահովել քրեական վարույթի լիարժեք, համակողմանի ու օբյեկտիվ քննությունը։ Բացի այդ, պետք է նկատի ունենալ, որ կարճված 617 քրեական վարույթներից 136-ը կարճվել է ոչ արտարացնող հիմքերով, օրինակ համաներման կամ վաղեմության ժամկետներն անցնելու հանգամանքով պայմանավորված։ Սա արդեն իսկ փաստում է, որ վարույթի կարճումը հաճախ հիմնավորված է օրենքով նախատեսված հստակ կանոններով եւ ոչ թե քննության արդյունավետության կամ իրավապահ մարմնի կամքի բացակայություն է։ Ավելին ասեմ, այս կարճված վարույթների թվաքանակով պայմանավորված նաեւ շատ դեպքերում մենք հետագա իրավական պրոցեսներ ունենք, որոնց շրջանակներում պետությանը կամ համայնքներին են վերադարձվել հարյուրավոր հեկտարների հողակտորներ, ապօրինի օտարված, հափշտակված գումարներ եւ քույքեր։ Երկրորդ շատ կարևոր հանգամանքը կապված է գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված իրավակարգավորումների հետ, որ վարույթ պետք է նախաձեռնվի նույնիսկ նվազագույն հանցանքի հատկանիշներ պարունակող տվյալների առկայության դեպքում։ Այլ կերպ ասած, ցանկացած տեղեկատվություն, որը կարող է վկայել հանցանքի հնարավորության մասին, ենթադրում է նախնական վարույթ, որը հետագայում մանրամասն ստուգվում է քրեադատավարական ամբողջական գործիքակազմի կիրառմամբ հանցանքի փաստը հավաստելու կամ հերկելու նպատակով։ Այս մոտեցման հետևանքով բնական է, որ վարույթների քանակը մեծանում է եւ հետագայում որոշ վարույթների կարճումն արտացոլվում է թվաբանական տվյալներում, առաջացնելով տպավորություն, թե շատ գործեր չեն ավարտվում մեղադրական ելքով, սակայն իրականում սա օբյեկտիվ գործընթաց է, որն ապահովում է իրավապահ համակարգի պատասխանատվությունն ու ամբողջականությունը։ Վստահեցնում եմ ձեզ, որ կոմիտեն գործում է սկզբունքայինորեն, ապահովելով պատշաճ, համակողմանի եւ օրենքին համապատասխան քննություն։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր վարույթ, անկախ նրանից իրականացվել է նախկին պաշտոնյայի, գործող պաշտոնյայի կամ ընդհանրապես որևէ անձի նկատմամբ, քննվում է նույն խստությամբ եւ անաչառությամբ։ Մենք կիրառելու ենք մեզ վերապահված ողջ գործիքակազմը, որպեսզի ունենանք բացահայտման առավելագույն ցուցանիշ, արձագանքելու ենք բոլոր կոռուպցիոն դրսևորումներին եւ հետամուտ ենք լինելու իրավական պատասխանատվության ամբողջական իրականացմանը։ Իմ հորդորն է հանրությանը չտրվել սանդրանքներին եւ ապատեղեկատվությանը, զերծ մնալ կոռուպցիոն սխեմաների մաս կազմելուց եւ հավատալ, որ միայն համատեղ ջանքերում է հնարավոր ապահովել իրավական համակարգ, որը կծառայի բոլորիս շահերին։